Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Սեն Շամոնի մեջ կայացած հանդիպում Արևմտյան Հայաստանի պետության հիշադակին։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 109-րդ թիվը։ Արցախի մշակութային ժառանգության դեմ ուղղված քաղաքականության ագատեմական վերլուծություն։ Ապարտեիդի քաղաքականությունը բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ։ Բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ բնակող քաղաքացիներու եւ անոնց ինքնության հարցը։ Լևիբիայի զեկույցները բռնակրաված Արևմտյան Հայաստանի համացիրին մեջ։ Բռնակրաված Արևմտյան Հայաստանի երկու քաղաքներ աշխարհի ամենահին քաղաքներու ցանկին մեջ, ինչպես պատրաստել հայկական սպաս։ 2026 թվականի հունվար 19-ին Սեն Շամոն քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեգացի հայկական եկեղեցու սրահին մեջ տեղի ունեցավ հանդիպում նվիրված 1920 թվականի հայկական պետության ճանաչման 106-րդ տարեդարձին, որուն շարունակողը կնկատվի Արևմտյան Հայաստանը։ Հանդիպման ընթացքին բարձր քննադատով Ալեն Փալանջյանին շնորհվեցավ Հայաստանի գլխիկ սուր խաչը ի քննադանք անոր նշանակալի ներդրումին հայ վետերաններու եւ աջակցողներու միավորման գործունեության, ինչպես նաեւ ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու գործուն աջակցության մեջ։ Միջոցառումը կարևոր հանգրվան հանդիսացավ Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգության եւ շարունակականության վերահաստատման առումով, ընդգծելով համայնքային միասնականությունը եւ պատմական հիշողության պահպանման անփոխարինելի նշանակությունը։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 109-րդ թիվը։ Նոր թիվի շաբիկին ներկայացված է ազգանվեր, արժանապատիվ, հերադես եւ իմաստուն առաջնորդը Արևմտյան Հայաստանի համար նոր ուղի բանալու թերը ստանցած նախագահ Արմինակ Աբրահամյանը։ Այն գործիչներն է, որոնց ներկայությունը վստահություն կներշնչե, իսկ խոսքն ու գործը կայունություն, վճռակամություն եւ հավատ վաղվան հանդեպ։ Արմինակ Աբրահամյանը հասարակական եւ քաղաքական գործիչ է, ով իր կյանքի կարևոր տարիները նվիրած է հայրենիքին։ Ան մասնակցած է 1991-ին 1994 թվականներու Արցախի վերամիավորման պատերազմին, դրսևորվելով ոչ միայն որպես մարտիկ, այլ նաև որպես հոգեբանական եւ գամային ամրության օրինակ։ Որպես վարպետ ան մարզած եւ պատրաստած է Շուշիի ազատագրման գործողության մասնակցած ազատամարտիկները եւ զինծառայողները, նպաստելով անոնց մարտական ոգիի եւ ներքին գայունության ձևավորման։ Ան զինծառայողներուն փոխանցած է արևելյան եւ հին հայկական մարտարվեստներու իր փորձառությունը, գիրառելով իր մշակած հարվածներու համագարկը, որ կնպաստեր գամքի, դոգունության եւ գարկաբահության ապրապնդման։ Արմինակ Աբրահամյանը զինագից եղած է անկախության բանակի հրամանատարներ Լեոնիդ Ասկալտյանին, Վլադիմիր Բալայանին եւ Սարգիս Հացպանյանին։ Մարտական գործողություններու ընթացքին ստացած ծանր վիրավորումը եւ երկարատև բուժումը չգրցան գոտրել անոր գամքը եւ նվիրվածությունը ազգային պայքարին եւ պետական գործին։ Western Armenia շաբաթաթերթը կհրատարակվի հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը նորին Սուրբ Օծություն դերդեր կարեքին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս ընծայած է պատմական գիտություններու տեխնազու Արմինե Դիկրանյանի Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ բռնայուրացման Ադրբեջանի քաղաքականությունը մենակրությունը։ Քիրքը կներկայացնի Արցախի թեմ պատերազմերու եւ էթնիկ զտման հետևանքով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման համագարկված վերլուծությունը։ Գրգին քննվելով միջազգային իրավական համագարկը, քիրքը առանձնահատուկ ուշադրություն կտա 44-օրյա պատերազմի ընթացքին մշակութային ժառանգության աբորինի թիրախավորման եւ վնասման երևույթներուն։ Ուսումնասիրությունը հիմնված է միջազգային համաձայնագիրներու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԳ-ի եւ եվրոպական կառույցներու փաստաթուղթերու վրա։ Մենակրությունը նախադեсված է մասնակետերու, գիտական եւ pedagogan շրջանակներու, ուսանողներու եւ մշակութային ժառանգությամբ հետաքրքրված ընթերցողներու համար։ Բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ 4-րդ անգամ վերահրատարակված է պատմաբան պրոֆեսոր Թանր Ակչամի 100-ամյա ապարտեիդ աշխատությունը, որ անցյալ դարվան ընթացքին լույս տեսած էր նաև Հայաստանի մեջ։ Քիրքը մանրամասն կներկայացնե պետության Արևմտյան Հայաստանի մեջ գործող համագարկային խտրական քաղաքականությունը ազգային եւ կրոնական փոքրամասնություններու նկատմամբ։ Թանր Ակչամ կփաստե, որ բնակչությունը պաշտպանված է 3 շերտերու։ Սուննի մահմեդական թուրքերը կսպաղցնեին ամենաբարձր դիրքը, քյուրդերը միջանկյալը, իսկ հայ քրիստոնյաներն ու հրեաները ամենացածրը։ Արդյունքով հայերը զրկված էին քաղաքական, տնտեսական եւ գրթական իրավունքներեն եւ ենթարկված շարունակական վարչական եւ իրավական ճնշումներու։ 100-ամյա ապարտեիդը վկայություն է Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդներու երկարատև անհավասար գոյատևման մասին։ Մարի Պարսեղյան Խանջյանի վկայությամբ վերջին 100-ամյակներուն ընթացքին, հատկապես Օսմանյան գայսությանեն մինչև ներկա վիճակը Արևմտյան Հայաստանի հայերուն, հույներուն, ասորիներուն եւ այլ քրիստոնեական համայնքներու նկատմամբ գործադրված է բարդատիր թրկացման եւ մշակութային ճնշման հետևողական քաղաքականություն։
Այս քաղաքականությունը սահմանափակած է ազգային, լեզվական և մշակութային ազատությունները, խաթարելով ազգային ինքնության պահպանումը։ Հեղինակը կնշե, որ ներկայիս թուրք համարվող բազմաթիվ անձեր իրենց ծագումով հայեր, հույներ, ասորիներ, լազեր և այլ բնիկ համայնքներու ներկայացուցիչներ են, որոնց ինքնությունը պատմական գործընթացներու ընթացքին փոխված կամ ստեպողաբար դակցված է։ Այս իրողությունը կվկայե, որ Արևմտյան Հայաստանը կգտնվի բնակրավան պայմաններուն մեջ, իսկ անոր բնիկ ժողովուրդներու իրավունքներուն և մշակութային ժառանգության պաշտպանությունը կմնա առաջնահերթ խնդիր պատմական արդարության վերականգնման և ազգային հիշողության պահպանման տեսանկյունեն։ Օմեր թուրք կողրուի Լևիպիայի մադյանները գիրքին մեջ ներկայացված են փաստաթուղթեր և օրակրային գրառումներ, որոնք կբացահայտեն բռնագրաված Արևմտյան Հայաստանի մեջ քրիստոնեական բնակչության, հատկապես հայերու, հույներու և ասորիներու նկատմամբ գործադրված մշտական վերահսկողությունն ու ճնշումները։ Մադյանները կներառեն Օսմանյան կայսրության վերջին տարիներեն մինչև հանրապետական շրջանի վաղ շրջանը, հասնելով մինչև 1938 թվականը։ Գիրքը կմանրամասնե, թե ինչպես վարչական և օրենսդրական միջոցներով վերահսկված են հայերու տեղաշարժը, գաբերը, սեփականությունը և առօրյա կյանքը, ինչպես նաև ինչպես արգելված է անոնց վերադարձը իրենց հայրենի բնակավայրերը։ Նույն վերահսկողական համակարգը կիրառված է նաև այլ ազգային և կրոնական փոքրամասնություններու նկատմամբ։ Լևիպիայի 24 մադյանները կարևոր աղբյուր կհանդիսանան, բացահայտելու Արևմտյան Հայաստանի մեջ պետական հսկողության և ընկերային ճնշման իրական ծավալներն ու մեխանիզմները։ Փանական մարդուն գոյությունը շուրջ 209,000 տարվան պատմություն ունի, իսկ մարդու վաղագույն բնակավայրերը մինչև 12,000 տարեկան։ Նեոլիթյան դարաշրջանին մարդիկ սորվեցան մշակել հողը և հիմնել մշտական բնակավայրեր և քաղաքներ։ Աշխարհի ամենահին քաղաքներու ցանկին մեջ մտած են նաև Արևմտյան Հայաստանի երկու քաղաքներ՝ Գազիանտեպը, Այնտապ և Չատալհոյուկը, որոնք կվկայեն մեր հողերու վաղագույն քաղաքային մշակույթի և բազմահազարամյա ժառանգության մասին։ Հայկական սպասը ավանդական ապուր մնե թե առօրյա թե ընտանեկան սեղաններու համար։ Մածունով պատրաստվող այս ապուրը հայ խոհանոցի ամենասիրված ճաշատեսակներեն մեկն է իր թեթև, բայց հարուստ համով։ Մածունով և թթվասերով պատրաստված այս ավանդական հայկական թանապուրը առանձնահատուկ համ և բույր ունի և ամբողջությամբ կվերարտադրե մեր նախնիներու խոհանոցին բնորոշ հարուստ համային աշխարհը։ Սպասը կարելի է ճաշակել թե տաք թե բաղ վիճակի մեջ։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։